Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, բարև ձեզ իմ հիանալի հայազգ։ Սիրելի բարեկամներ, այսօր մի քիչ երևի հեժոտ կլինի մեր խոսակցությունը, ինչի համար, քանի որ կան նորություններ, որը որ բնական է վերաբերվում է մեզանից յուրաքանչյուրիս։ Բայց մինչև անցնել այդ բուն թեմային, խնդրում եմ ձեզ տեսնել մի հատ դետեկտիվային բոևիկ, որը որ կատարվել էր երեկ Երևանի քաղաքապետարանում։ Խնդրեմ այս տեսահոլովակները ծիծաղալու չի, տխրելու չի, դա ուղղակի խայտառակություն է, խնդրեմ։ Սուս կմնաք ելույթների ժամանակ, Արմենակ Դանելյան, ձենը տիչսրա։ Արա լսի այդտեղ են, դու ես այդտեղ արա, հանգստացյուն դավայ ստուց։ Դուրս կել ես կասեմ քեզ ինչ կլինի, Արմենակ Դանելյան։ Միատ հանգստացեք հլը։ Ինսանալու հանգստացեք։ Մի րոպե սպասեք տեսնեմ հլը։ Ով այդ մարդը։ Արի։ Да вы синчо вообще, արդեն չափները լրիվ կորցրել են, սա վիճակը։ Լերություն դանիչում, լերություն, նա դուք տրավիր եք Վարուս Ստեփանյանի, Վարուս Ստեփանյանի դուք տրավիր եք, Վարուս Ստեփանյանի դուք տրավիր եք, Վարուս Արտիկյան, Սամվել Հարոյան, Սամվել Հարոյան, Սամվել Հարոյան, Տուշոնքի հիմնադիրները, Աբաչյանի կեղծ պապիկի ֆիլմ նկարող հիմնադիրները մարդկանց մեղադրում են առանց դատական ակտի մեջ, ազգի դավաճանների մեջ, տարբեր դե իրակ էդ է կարում է, այն կարմիր բերետավորներով Բայց ինչ տեղի ունեցավ։ Ես մի քիչ ուշ եկա բաժանելու մասում, արդեն ես երբ որ նորից եմ ասում բաժանելու մասում գնում էի, ավելորդ տիկինը խոսեց։ Ինչ ասաց։ Դու վաշի անցի են կողմ վեր են գիտեն ցենց ինչ-որ բան, լավ չեմ հիշում արդեն, որի բարոյական, քաղաքական առասարակ իրավունքը չուներ նա։ Չեմ հիշում դրա անունը։ Բայց այդ է իրանց տեսակը 200 հոգով հասնեն մեկի վրա ախրանիկներով բանով ախրանիկներն էլ սովորացրել են որ մեզ խփեն Երևանի ավականու նիստի ժամանակ ծեծկռտուքի մասին խոսելով հայտարարել է ավականու Մայր Հայաստան խմբակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանը ծեծկռտուքի հետևանքով վնասվել է ընդդիմադիր գործչի աչքը նա նշում է որ ԿՊԱ-կաններն են սադրել Անդրանիկ Թևանյանին ապօրինի ձերբակալել են հիմա էլ ասում են պետական դավաճան է պետական դավաճաննել եք դուք Արցախ հանձնողնել եք դուք 5000 զոհերի մեղավորնել եք դուք հայտարարում է Տեր-Եսայանը Պարոն փոխքաղաքապետ, դուք կներկայացնեք ձեր կողմից իրավիճակը, ինչպես եղավ, նախ ձեր կողմից էլ լսեցինք, դուրս արի հեսա կասեմ, արա ձենը տիչացրու, այս ինչ մշակույթ եք բերում։ Մենք չենք բերում այս մշակույթը բերում է ընդդիմությունը, ովքեր որ տարական հարգանք չունեն եւ տարական
Թեև բարեկամներ, ամեն ինչ կարելի է պատկերացնել, բայց որ միշտ պետական մասշտաբով սենց այլասերված այլ բառեր չեմ գտնում, սենց իրանց պահեն պետական այրերը, հələ լավ նրանք էլի բիսետկի տղեկ են, սկի քուչի տղայ չես կարա ասես, սարքել են եսի մի հատ ինչ բարդակ քաղաքապետարանը, բայց կանայք, մեկը մեկին քացով խփելով, մեկը մեկին հայոյելով, եւ դուք, սիրելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, սրանց ձայն եք տվել։ Ես իդեպ կանցնեմ Նիկոլական թևին, որտեղ որ մեր քաղաքացիները ձայն են տվել, ես իրենց երկու խոսք ունեմ ասելու։ Ուղղակի ես ամենը տեսնելով ես պատկերացնում եմ, թե սրանք պարլամենտում ինչեր պիտի անեն։ Շիշ շպրտելը իրար տեսանք, իրար վիրավորանքը տեսանք, քաշքշոցը տեսանք։ Ես զարմանում եմ, վերջը ինչ ա լինելու սրա։ Ինչ ա լինելու։ Էլի մի հատ ինձի ասեք, էլի միգուցե ես անգրագետ եմ, չեմ հասկանում, ինչ ա լինելու սրա վերջը։ Խայտառակություն, ամբողջ աշխարհը ծիծաղում է մեր վրա։ Վերցրել են, նկարել են, տարբեր երկրներում գցել են Արմյանսկի боевик в детстве։ Էդ ինչա, ամոթ, աբուր չկա։ Հիմա Նիկոլ Փաշինյանը, որ ասում էր, չկա նման բան, դա լկտի սուտ է արևմտյան Հայաստանի վերաբերյալ, ադրբեջանցիները կամաց Նախիջևանի իրենց սամիտից հետո տեղափոխվում են ուր, այո, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ որ նրանք պահանջում են եւ հարց են բարձրացնում, որպիսի ադրբեջանցիները տեղահանված, դեպորտացիա եղած, ոբշեմ խեղճացրած, խեղճուկրակներին ետ վերադարձնեն Հայաստանից Հանրապետություն։ Որպիսի չասեն լկտի սուտա, քանի որ այս վերջերս Նիկոլ Փաշինյանն ասում են, Ալեն Սիմոնյանը ասել է, որ պետք է գնան հայերը այնտեղ ապրեն, ադրբեջանցիները ստեղ, ասում է դուք իր բառերը ճիշտ չեք հասկացել։ Ինչ կարաս ասես այսօր, դուք ճիշտ չեք հասկացել։ Հիմա, սիրելի բարեկամ, որպեսզի իրանք չասեն, որ մենք ճիշտ չենք հասկացել, միգուցե մենք ճիշտ չենք հասկացել, հասկացեք, խնդրում եմ դուք, տեսահոլովակ։ Մինչ Հայաստանի իշխանությունը հրաժարվում է իր պատմական անցյալից, Ադրբեջանը շարունակում է կեղծել պատմությունը եւ վաղն այդ կեղծված պատմության մասին կպատմի ԱՄՆ կոնգրեսում։ Վաշինգտոնում ԱՄՆ կոնգրեսի շենքում տեղի կունենա միջազգային համաժողով նվիրված Հայաստանի կողմից իրականացված ադրբեջանցիների էթնիկ զտմանը։ Կապիտոլիումում ծրագրված հավաքի կազմակերպիչը 2023 թվականին Ադրբեջանի կողմից ստեղծված Բաքվի նախաձեռնող խումբն է։ Ադրբեջանի կողմից ֆինանսավորվող այս նախաձեռնող խումբն իր գործունեության հիմնական շեշտը դրել է խորհրդային Հայաստանում բնակված ադրբեջանցիների էթնիկ զտման թեմայի վրա։ Տեսակ, ոչ ավել, ոչ պակաս։ Հիմա ինչ կարան ասեն, Նիկոլ ջան, ինչ կարաս ասես, լավ, ախպեր ջան, կոմունիստները ենթադրենք ձեր գաղափարը չունեն։ Մենք անգրագետ ենք, խորհրդային միությունում կրթություն չի եղել։ Մեր ժամանակը անցել է, մենք մեռած օբլիգացի ենք, չկան, ինչ է սա, եթե ոչ պահանջ։ Խնդրում եմ, մեկնաբանեք, ձեն հանեք, թող ազգը իմանա։ Ֆռսնելով, խափելով, խոմ չի, Նիկոլ։ Ասենք լավ, ես էլ հեսա պլստացրեցի։ Բազմաթիվ անգամ ասել եմ, Նիկոլ Փաշինյան, օղորմածիկ տատս ասում էր անբարոյականինը եւ գողինը 40 օր է, այսօր չելի մեդան վաղն հայլել։ Լավ չի դու իրական դառը իրականությունը պատմես ժողովրդին, ժողովուրդը կընդունի, չընդունի, դա երկրորդ հարցն է, բայց ժողովուրդը գոնե իմանա իր գլխի գալիք, այս մարդկանց այս օպտը ինչի էս փուրը տալի, եղբայր։ Սիրելի բարեկամներ, երրորդ թեման հետևյալն է։ Թուրքմենստանի նախագահան գնացել է Ադրբեջան եւ այցելել է ուր, այո, Շուշի, որտեղ որ բեղերով տարական այդ անբարոյականի զավակ Նիկոլի Փաշինյանի բարեկամը, այդ անբարոյականի զավակը Իլհամ Ալիևին նկատի ունեմ, էքսկուրսիա է անում։ Օրական մի հատ երկրի ղեկավար տանում է, ասում է, որ ազատագրել ենք, էս ենք արել, այն ենք արել, մենք մեր հողերը վերադարձրել ենք, սրանք է ողջունում են։ Խնդրեմ այս տեսահոլովակ։ Ադրբեջանում գտնվող Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուխամեդովն այսօր կեսօրին Իլհամ Ալիևի ուղեկցությամբ ժամանել է օկուպացված Շուշի։
Երկու նախագահների զբոսանքի տեսանյութը իր օգտահաշիվում տարածել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Ալիևի օգնական Հիկմետ Հաջիևը։ Երկու եղբայրական ժողովուրդների ղեկավարների Ադրբեջանի եւ Թուրքմենստանի նախագահների զբոսանքը պատմական Շուշիում բարեկամության, ընդհանուր մշակութային ժառանգության եւ փոխվստահության ցայտուն օրինակ է։ Այն վկայում է մեր երկրների ռազմավարական գործընկերությունն էլ ավելի խորացնելու պատրաստակամության մասին, գրել է Հաջիևը։ Բերդիմուխամեդովը Ադրբեջան է ժամանել պետական այցով։ Տեսակ, որ չասեն օդում կախված լուրերից են խոսում։ Եվ Ալիևը, որ ասում է ազատագրել են Շուշին, այն մարդիկ, ովքեր ուսումնասիրել են եւ գիտեն ինչ դիրք ունի Շուշին հենց նենց գրավել անհնարին է։ Ես որ բազմաթիվ անգամ ասում եմ Շուշին հանձնել են, ինչպես հանձնել են մնացածը, կողքից գրում են ընկեր Ֆարմանյան, դե նրանք զենք ունեին, Թուրքիա կար, Իսրայել կար, տոս գրող ու սև ցավը կար, չէ, տես բան չի եղել, բայց ես ուզում եմ ասեմ, որ ես մնում եմ իմ տեսակետի վրա, որ հայ զինվորը դավաճանվել է, արցախցին դավաճանվել է, Շուշին եւ մնացած տարածքները հանձնվել են, ուղղակի սպանեցին մեր երեխաներին, որ ցույց չտան, որ մենք ուղղակի հանձնեցինք։ Ինչի մասին իդեպ ասել է Նիկոլ Փաշինյանը, որ եթե այդ պատերազմը չլիներ, ասեիք հողատու դավաճան։ Հիմա նույն բանը ասում են, մենակ երեխեքն էին խանգարում, Նիկոլ Փաշինյան երևի այս աշխարհում ձեզ որ տարակ երեխեքի գլուխները կերակ։ Իսկ հիմա, սիրելի բարեկամներ, զինվորական պետք չի լինել մի տեսահոլովակ, թե ինչպես են մոտիկանում եւ մտնում Շուշի ադրբեջանցիները։ Տուրիստական քայլվածքով։ Խնդրեմ տեսահոլովակ։ Еще одно видео, доказывающее факт откровенной сдачи территорий. Обратите внимание, как азербайджанцы идут в сторону Бердзора и Шуши. Без всякого сопротивления, без единого выстрела они забирают все ущелья и высоты. Что это, если не самый настоящий слив Арцаха? Сколько еще нужно доказательств, чтобы все поняли одно: Арцах был сдан. Предательски и подло. Вообще предательство – самое большое преступление, которое может быть на земле. И предатели должны быть наказаны. Да. Частный самолет отправился из Еревана прямиком в Баку. Есть большая вероятность, что в самолете был сам Никол Пашинян. Вообще предательство – самое большое преступление, которое может быть на земле. Տեսակ, հանգիստ, ոնց որ ալպինիստներ լինեն։ Ոնց որ ալպինիստներ լինեն։ Այսօր գիշերը երեկոյան անհայտ անձիկ Ֆրանսիայի հրապարակից մեկ անգամ եւս հեռացրել են Արցախի դրոշը։ Yes, we will. We're gonna make it. We're gonna make it. Come and make it. What's it? What's it? Այ հիմա ասում եմ շատ կոշտ, շատ կոպիտ բառեր։ Կարող եք չլսել, բայց հայոյանք չի։ Մենք կուլտուրական ենք, կոմունիստները չեն հայոյում։ Անկամ խորհրդային միությունում սեքս չկար, եթե հիշում եք։ Սիրելի բարեկամներ, հիմա ուզում եմ դիմեմ այն մարդկանց, ովքեր 2026 թվականին կարակ դատարան տակ, նայեք գլխից ասում եմ, դատի տվեք, սպառնալի հոդվածով կարակ դատի տակ։
ովքեր ձայնը տվել են Նիկոլ Փաշինյանին, մենք գալու ենք իշխանության։ Այսօր չլինի վաղն լինելու։ Ես չեմ թողի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը ընկնի գեդին։ Նա ուզում է հեղափոխություն, մենք կանենք հեղափոխություն, կոմունիստներս նկատի ունեմ։ Մենք ուղղակի սպասենք նրանք այս ընտրված ընդդիմությունը ինչ անում, որպեսզի վաղ իրեն ձախողումները չգցեն մեր գրպանը։ Այնուհետև մարդը պահանջել է, ասում է, խնդրում եմ ելեք փողոց արեք հեղափոխություն։ Մենք կանենք, մենք այդ ձեռնոցը ընդունել ենք, մենք կանենք։ Հիմա այդ քաղաքացիները, ով ձայնը տվել են Նիկոլ Փաշինյանին, Աստված չանի Նիկոլ Փաշինյանը տարածքները տվեց, այդ մեղքը լինելու է նաև ձեր վիզը։ Գալով իշխանության մենք հանենք փաստաթղթերը, մենք կիմանանք ովքեր են ձայն տվել Նիկոլ Փաշինյանին, կստեղծենք ջոկատներ եւ դուք գնալու եք այդ հողերը հետ բերելու, քանի որ այդ մեղքը որքան կպահականների, այդքան է ձեր վզով է։ Իսկ որպեսզի դուք հետ չփախնեք, կոմունիստական կուսակցությունը գիտի դրա ձևը, հայրենական մեծ պատերազմի ժամանակ մենք արել ենք այդ պրակտիկան։ Այն մարդիկ, ովքեր դեմ են եղել իշխանությանը եւ Նիկոլ Փաշինյանին, մենք կկազմենք նորից ջոկատներ, բայց դրանք կլինեն զագրան ատրադներ։ Ինչ է նշանակում։ Պուլեմյոտներով կկանգնեն հետևը, որ հենց մեկը հենց նահանջ ունեցեք, ձեզի տեղում գնդակը հարել։ Տեսեք, բայց ինչ պարզ ձևի ասում եմ։ Ճիշտ է, քանի որ մենք կոմունիստներս խոսում ենք ճիշտ։ Դուք հետ եք բերելու ոչ թե միայն այս տարածքները, եթե հանգարց Նիկոլ Փաշինյանը տվեց, այդ դեպքում դա կլինի։ Մնացած դեպքում դուք նույնապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եք։ Եվ դրանից հետո մենք կանցնենք հակահարձակման։ Եվ ամենագլխավորը այդ ջոկատների մեջ լինելու են բոլորը, ուզում է 75 տարեկան մարդ լինի, ուզում է 18 տարեկան լինի, ով Նիկոլին ձենա տվե, նրանք գնալու են առաջ։ Իսկ այդ ով որ Ֆրանսիայի հրապարակից հանել է դրոշը, մեքենան երևում է։ Մենք կգտնենք այդ մեքենան ու այդ հանողներին, այդ ամբարոյական զավակներին ես ձեզ խոստանում եմ, պատիժը կլինի շատ դառը։ Այդ դրոշի փայտը մտցնելու եմ դրանց հետույքը, որ հանգարց Արցախի դրոշին կիլոմետրերով էլ մոտիկ չէ։ Սիրելի բարեկամներ, իսկ այդ ջոկատների սպեցնազը գիտեք ով է լինելու։ Խաբար չեք։ Այդ ջոկատների սպեցնազը լինելու է LGBT-ն։ Լեսբիյանքերը եւ գոմիկները։ Նիկոլի բանակը։ Հեսա կասեք, վայ, ընկեր Ֆարմանյան, Նիկոլը պրիչո մտե, տեսնենք այս տեսահոլով, խնդրեմ։ Տեսակ գոլուբոների LGBT-ի դրոշակը հրճված ցուցատալի։ Mi son vegliato, oh bella ciao, bella ciao, bella ciao, 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 una mattina mi son vegliato, ho trovato l'invasore, oh partigiano, portami via, oh bella ciao, bella ciao, bella ciao, 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 partigiano, portami via, che me sento di morire, e se muoio da partigiano, oh bella ciao, bella ciao. Սիրելի բարեկամներ, այսօր այս կան կարճ ու կոնկրետ։ Կինոն տեսա քաղաքապետարանում, ինչա սպասում հələ պարլամենտում չգիտենք, դեռ հələ չգիտենք ընդդիմություն ինչ անում։ Նիկոլ Փաշինյանի կոչին հելեք փողոց, ես արձագանքել եմ, մենք նաև արել ենք միտինգ, որտեղ որ ցավոք սրտի շատ մարդ չկար, հույսով եմ մյուս միտինգին կլինեն շատ մարդ, մենք կանենք մեր քայլերը այն ժամանակ, երբ որ հասկանանք ինչ է անում ընդդիմությունը, իսկ այս խայտարակությունը հանդուրժել չի կարելի, եւ վերջում ասեցի, որ ինչ է սպասում, եթե հանգարց Նիկոլ Փաշինյանը
մի սանտիմետր հող տվեց Հայաստանի Հանրապետությունից Նիկոլին ընտրողներին։ Դուք ավելի շատ եք պատասխան տալու, քան թե Նիկոլ Փաշինյանը իր խունտայով։ Ինչի համար, քանի որ առանց ձեզ Նիկոլ Փաշինյանը չէր վերարտադրվի։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ինչ ասում, եթե ժողովուրդը ընտրել է կառավարությանը, ապա մեղավորը այդ ժողովուրդն է։ Այսինքն հող տալու մեջ նա կմեղադրի ձեզ։ Իսկ մեր հողերը, մեր պապերի հողերը որ տալու են, նրանք պետք է ստանան դառը եւ ծանր պատիժ։ Դատարան, վազելով գնացեք, ձեր մոտ լավ է ստացվում դատի տալը։ Մեծ հաճույքով կայցելեմ դատարան, մեծ հաճույքով պարոն դատավորի հարցերին կպատասխանեմ։ Եղավ, գնացեք ու մտածեք։ Սիրելի բարեկամներ, կեցե Հայաստանից Հանրապետությունը, կեցե հայ ազգս, կեցե հայոց առաքելական Սուրբ եկեղեցին, կեցե հայոց աշխարհը։ Տեսություն, հույսով եմ կհանդիպենք, Աստված բոլորիս պահապան։